Good day, Mr. Majid Takhtravan. Բարև ձեզ, պարոն Մաջիդ Թախթերավանչի։ Շնորհակալություն ենք հայտնում Իրանում կազմակերպված ջերմ ընդունելության համար։ How would you assess the current stage of Iran-Armenia? Պարոն փոխնախարար, ինչպես կգնահատեք Իրան-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը։ Ինչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել Հայաստանի հետ։ Արդյոք կա հեռանկար համագործակցությունն ավելի բարձր մակարդակի հասցնելու եւ այն փաստաթղթով ամրագրելու հարցում։ Iran and Armenia are two good neighbors. Իրանը եւ Հայաստանը երկու լավ հարևաններ են։ Մենք վայելում ենք երկու երկրների միջև պատմականորեն գոյություն ունեցող լավ հարաբերությունները։ Երկու երկրների ժողովուրդներն ավանդաբար լավ հարաբերություններ են ունեցել։ Մենք կարծում ենք, որ արկա է մեծ ներուժ, որը պետք է օգտագործվի երկու երկրների կողմից երկկողմ հարաբերությունները բարելավելու համար։ Կարծում ենք, որ առևտրի ոլորտում շատ բաներ կան, որոնք կարող են շահեկան լինել երկու կողմերի համար տնտեսական հարաբերություններն ընդլայնելու տեսանկյունից։ Կարծում ենք, որ մշակույթի ոլորտում կան շատ լավ բաներ, որոնք կարող են տեղի ունենալ երկու երկրների միջև, ինչպես Երևանում եւ Թեհրանում, այնպես էլ երկու երկրների մյուս քաղաքներում։ Համագործակցության մասով այդպիսի օրինակներ կարող են լինել համալսարանների փոխանակման, ուսանողների փոխանակման, պրոֆեսորների փոխանակման ծրագրերը ևս։ Բացի այդ, մենք կարծում ենք, որ կան այնպիսի ոլորտներ, որոնք պետք է լրացուցիչ ուսումնասիրել, ինչպես օրինակ տրանսպորտային անցումների առումով, որոնք կարող են կապել երկու երկրներին իրենց հարևանների հետ։ Իմ կարծիքով կա մեծ ներուժ, որը կարող է օգտագործվել։ Ժողովուրդների փոխանակումը, տուրիզմը, ևս մեկ ոլորտ է, որը կարող է դիտարկելի լինել երկու կողմերի համար։ Այսպիսով, կան բազմաթիվ հարցեր, բազմաթիվ ոլորտներ, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնեն երկու երկրները, որպեսզի կողմերի միջև առկա լավ հարաբերություններն ավելի զարգանան եւ ընդլայնվեն։ Տեսնում ենք, որ երկու կողմերի մոտ առկա է հետաքրքրություն եւ կան շփումներ երկու երկրների պաշտոնյաների, արտաքին գործերի նախարարների եւ նախագահների միջև։ Երկու ազգերի բարձրաստիճան պաշտոնյաները հետաքրքրված են փոխանակելու իրենց տեսակետները տարբեր առիթներով։ Այսպիսով, ամեն ինչ պատրաստ է երկկողմ հարաբերությունները բարելավելու համար եւ ոչ միայն երկկողմ։ Մենք կարծում ենք, որ միջազգային ասպարեզում եւս կարող ենք ավելի մեծ համագործակցություն ունենալ միավորված ազգերի եւ այլ միջազգային ֆորումների շրջանակներում։ Մենք հավատում ենք, որ կան շատ հնարավորություններ, որոնք պետք է բացահայտվեն եւ ինչպես ասացի, Իրանը եւ Հայաստանը ցույց են տվել իրենց վճռականությունը տարբեր ոլորտներում իրենց հարաբերությունները զարգացնելու հարցում։ As I said, Iran and Armenia have shown their determination to expand relations in different fields. Արդյոք հնարավոր է ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ փաստաթղթի ստորագրում։ Կա այդպիսի հնարավորություն։ I think why not? We think that we should Ըստ իս, ինչու ոչ։ Մենք կարծում ենք, որ պետք է մեր ջանքերը կենտրոնացնենք այդ ուղղությամբ եւ կարծում եմ, որ այդ միտումը կա։ Երկու կողմերն էլ ցույց են տվել հետաքրքրություն այդ փաստաթղթի ուղղությամբ շարժվելու համար։ Both sides have shown their interest to Ես կարծում եմ, որ մենք պետք է աշխատենք լավ փաստաթղթի վրա, որը երկու կողմերի համար կարող է լինել ավելի լավ հենակետ ռազմավարական հարաբերություններ ունենալու համար։ Be a better equipment. Գուցեև ժամանակ պահանջվի լավ փաստաթուղթ պատրաստելու համար, սակայն ես հավատում եմ, որ քանի դեռ երկու կողմերն էլ ցույց են տալիս իրենց հետաքրքրվածությունը, մենք պետք է աշխատենք ավելի քրտնաջան այդ նպատակին հասնելու համար։ It's shown. We think that we need to work harder in order to reach that aim. Պարոն Ռավանչի, ինչպես գիտեք, ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստն ամբողջովին փոխհամաձայնեցված է։ Սակայն Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել այդ փաստաթուղթը։ Կան փորձագիտական տեսակետներ, որ Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել-Ադրբեջան համագործակցությամբ ռազմական գործողություններ կարող են սկսվել։ Եվ կարծիք կա, որ Ադրբեջանը այդ ամենով պայմանավորված է խուսափում ստորագրել համաձայնագիրը, քանի որ Իրանի դեմ հնարավոր պատերազմի ընթացքում ՀՀ-ից տարածքներ կարող է օկուպացնել եւ որպես օրինակ դա կարող է լինել այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ինչպես եք գնահատում դրա հավանականությունը։ When we heard that the document is the peace document between Armenia and Azerbaijan was Երբ մենք լսեցինք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը վերջնականացվել է, մենք շատ ուրախացանք, որովհետեւ երկար տարիներ արյան եւ թշնամանքից հետո այժմ ժամանակն է, որ երկու երկրները կենտրոնացնեն իրենց ուշադրությունը երկու ազգերի ապագան կառուցելու վրա։ Եվ մենք կարծում ենք, որ որքան շուտ նրանք կարողանան ստորագրել այս համաձայնագիրը, այնքան ավելի լավ կլինի թե երկու երկրների, թե տարածաշրջանի համար։ Մենք չենք ցանկանում միջամտել նրանց գործերին։
Նրանք իրենք պետք է որոշեն, թե ինչ անել, բայց մեր գնահատմամբ, որքան շուտ այս փաստաթուղթը հնարավոր լինի ստորագրել, այնքան ավելի լավ, որովհետև անցյալն անցյալ է։ The past is past. We should focus on the future. Մենք պետք է կենտրոնանանք ապագայի վրա։ Կան շատ հնարավորություններ, որոնք երկու երկրների, Հայաստանի եւ Ադրբեջանի համար կարող են օգտագործվել։ Մենք որպես հարևան երկրներ պատրաստ ենք խթանել երկու ազգերին։ As a country, Մենք որպես հարևան երկիր, որը լավ հարևանական հարաբերություններ ունի թե Հայաստանի եւ թե Ադրբեջանի հետ, պատրաստ ենք ամեն բան անել, որ կարողանանք հեշտացնել այն աշխատանքը, որը պետք է իրականացվի համաձայնագիր ստորագրելու համար։ Եվ մենք կարծում ենք, որ երկու ազգերը պետք է օգտագործեն այս հնարավորությունը։ Both nations should seize this opportunity now. Այս պահին, երբ փաստաթուղթը պատրաստ է, ավելի լավ է ստորագրել այն եւ շարժվել դեպի ապագա։ Մենք հույս ունենք, որ այս դրվագը մնացել է անցյալում։ That belongs to the past. The episode of war. Պետք է թույլ չտալ, որ պատերազմի եւ հակամարտության դրվագը վերադառնա այս տարածաշրջան, եւ մենք հույս ունենք, որ դա այդպես կլինի։ And we hope that should be the case. Շնորհակալություն։ Եվ շարունակելով խոսել վերոնշյալ փորձագիտական գնահատականների եւ կանխատեսումների մասին, կապված Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիայի հետ, կա արդյոք նման հնարավորություն։ Is there any likelihood occurring for you? No, we are against any change of border. We are against any Ոչ, մենք դեմ ենք ցանկացած սահմանային փոփոխության։ Մենք դեմ ենք յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականության նկատմամբ որևէ անարգանքի։ Մենք դեմ ենք տարածաշրջանի աշխարհաքաղաքականության փոփոխությանը։ Ոչ մի նման սցենարի կարիք չկա։ of the region. There is no need for such a scenario. Հարևան երկրները պետք է հարգեն միմյանց տարածքային ամբողջականությունը, պետք է հարգեն միմյանց ինքնիշխանությունը, եւ երբ այս սկզբունքը հարգված է, միակ բանը, ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել, դա դիտարկելն է, թե ինչպես կարող են աշխատել միմյանց հետ։ They need to focus their attention on is to see how they can work with each other. Therefore Armenia and Azerbaijan Հետևաբար Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրությամբ ապագայում պետք է բացվի ավելի մեծ համագործակցության պատուհան, որովհետեւ ի վերջո ռազմական լուծումը իրական լուծում չէ, եւ այդ իսկ պատճառով մենք խրախուսել ենք երկու կողմերին մոտենալ միմյանց եւ ստորագրել համաձայնագիրը։ and that is why we have encouraged both sides to get closer to each other, to sign the agreement. Ինչպես ասացի, մենք հույս ունենք, որ նրանք կօգտագործեն այս հնարավորությունը, որովհետև ռազմական հարցերը ժամանակավոր են։ Այս դարում որովիցե մեկը չի կարող ապավինել ռազմական ուժին մեկ այլ երկրի տարածքները գրավելու համար։ In this age, one cannot rely on military to conquer. Հետևաբար մենք հույս ունենք, որ երկու կողմերը կօգտագործեն այս հնարավորությունը եւ կաշխատեն ավելի լավ հարաբերություններ հաստատելու համար, նվիրված հաջորդ սերունդներին։ For the generations to come. Ինչպես է Իրանը վերաբերվում Հայաստանի խաղաղության խաչմերուկ նախաձեռնությանը, եւ որոնք են նրա հիմնական մտահոգություններն ու ակնկալիքները տարածաշրջանային հաղորդակցությունների բացման հարցում։ Regarding regional connectivity. We are in favor of connectivity between different. Մենք կողմ ենք տարբեր երկրների միջև կապերի հաստատմանը այս տարածաշրջանում։ Իրանի երկաթուղային համակարգը, Իրանի ճանապարհները հասանալի են Հայաստանին ինչպես հարևան երկրներ, այնպես էլ Պարսից ծոց եւ Օմանի ծով հասնելու համար։ Նույնը վերաբերում է նաեւ հակառակ ուղղությամբ։ The neighboring countries as well as to reach Persian Gulf and the Sea of Oman. Հայ պաշտոնյաների հետ մեր շփումների ընթացքում տեսել ենք հետաքրքրություն, որ Հայաստանը նույնպես պատրաստ է համագործակցել Իրանի հետ, թույլ տալով իր տարածքն օգտագործել Իրանի եւ Հայաստանի հարևան երկրների միջև առևտրի համար։ Այսպիսով, կապուղիների հարցը կարևոր հարց է այս օրերին, եւ երկու կողմերը, Իրանը եւ Հայաստանը, կողմ են իրենց հարաբերությունների ընդլայնմանն այս ոլորտում եւս։ This issue of connectivity is something essential in these days and Այսպիսով, Իրանի եւ Հայաստանի հարևանների միջև անհրաժեշտ կապուղիների ստեղծումը նպատակահարմար է եւ Իրանի համագործակցությունը Հայաստանի հետ, թույլ տալով Հայաստանին հասնել Պարսից ծոց, Օմանի ծով եւ Իրանի մյուս հարևան երկրներ առևտրի տեսանկյունից մի բան է, որը կարծում ենք պետք է արվի եւ մենք պատրաստ ենք համագործակցել Հայաստանի հետ այս ոլորտում նույնպես։ to cooperate with Armenia in this field as well.
Շնորհակալ եմ։ Պարոն փոխնախարար, ինչ ուղղությամբ եւ ինչպես կարող են ընթանալ Իրան-ԱՄՆ բանակցությունները եւ դրա արդյունքներով արդյոք հնարավոր կլինի դիվանագիտական գործարքի հասնել, թե չի բացառվում նաեւ ռազմական առճակատման հնարավորությունը։ We are not interested in military confrontation. Մենք հետաքրքրված չենք ռազմական բախմամբ, չնայած նրան, որ մենք ինքներս մեզ պատրաստել ենք յուրաքանչյուր հնարավոր իրադարձության, մեր ուշադրությունը կենտրոնացած է պատերազմից եւ հակամարտությունից հեռանալուն, որովհետեւ վերջի վերջո ոչ ոք չի կարող հաղթել։ Nobody is going to win. Ռազմական բախման արդյունքում բոլորն են պարտվելու, բայց ինչպես ասացի, մենք պատրաստ ենք պաշտպանելու ինքներս մեզ։ Մենք ցույց ենք տվել մեր վճռականությունը մեր երկիրը պաշտպանելու գործում եւ կարծում եմ, որ մեր հակառակորդները շատ լավ գիտեն, թե Իրանն ինչպես կարող է դիմադրել եւ պաշտպանել ինքն իրեն։ Adversaries know pretty well how Iran can resist and can defend itself. Ինչ վերաբերում է Իրանի եւ ԱՄՆ-ի միջև առկա հարաբերությունների ներկայիս վիճակին, այն մտահոգիչ է։ Is concerned, President Trump has sent a letter to Նախագահ Թրամփը նամակ է ուղարկել մեր գերագույն առաջնորդին եւ մենք պատասխանել ենք այդ նամակին եւ հիմա մենք այս փուլում ենք։ So this is what I can tell you for the time being and we will see what Այս պահին այսքանը կարող եմ ասել։ Տեսնենք, թե որն է լինելու հաջորդ քայլը։ to engage in indirect talks. Մենք ասել ենք, որ պատրաստ ենք միջնորդավորված բանակցություններին մասնակցել ԱՄՆ-ի հետ։ Այժմ տեսնենք, թե ինչպիսին կլինի վերջին հաղորդագրության արձագանքը, որն ուղարկել ենք Վաշինգտոն։ Ինչ կասեք, ինչպես է Իրանը վերաբերում հարավային Կովկասում Թուրքիա եւ Ռուսաստանի աճող ազդեցությանը։ Everybody should respect the territorial integrity and sovereignty of each nation. Բոլորը պետք է հարգեն յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը։ Սա ներառում է նաեւ հարավային Կովկասի տարածաշրջանը։ Is something necessary because each nation has its own Նորմալ հարաբերությունների արկայությունը հարևանների միջև անհրաժեշտ մի բան է, որովհետև յուրաքանչյուր պետություն ունի իր առաջնահերթությունները, եւ քանի դեռ միջազգային իրավունքի հարգանքը պահպանվում է, քանի դեռ պահպանվում է յուրաքանչյուր պետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը, կարծում եմ, որ չպետք է որևէ մտահոգություն լինի տարածաշրջանային երկրների միջև կապերի եւ լավ հարաբերությունների հարցում։ having good relations with each other, but the international Սակայն միջազգային իրավունքը պետք է լինի օրվա կանոնը։ Միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը պետք է լինի օրվա կանոնը, եւ բոլորը պետք է հարգեն այդ սկզբունքը, որը տարբեր ազգերի միջև ամուր հարաբերությունների հիմնաքարն է։ of international law, which is the cornerstone of solid, good relations amongst different nations. Եվ վերջին հարցը, պարոն Ռավանջի։ Ինչպես է Իրանը գնահատում իր հարաբերություններն Ադրբեջանի հետ, հատկապես վերջին լարվածություններից հետո։ As I explained earlier, with Azerbaijan we are neighbors. We have good Ինչպես ավելի վաղ նշեցի, Ադրբեջանի հետ մենք լավ հարևաններ ենք, ունենք լավ հարաբերություններ եւ ավանդաբար վայելել ենք լավ հարաբերություններ։ We think that there are many opportunities that should be explored with Azerbaijan as well. Մենք կարծում ենք, որ բազմաթիվ հնարավորություններ կան, որոնք պետք է ուսումնասիրենք նաև Ադրբեջանի հետ, եւ այս տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն միասին եւ գործեն համատեղ։ We can use the opportunities available to all of us. Այս կերպ մենք կկարողանանք օգտագործել այն հնարավորությունները, որոնք հասանելի են բոլորիս։ Because we are living in the same neighborhood. We need each Հարավային Կովկասը ու Իրանը պետք է աշխատեն միասին, քանի որ մենք ապրում ենք նույն հարևանությամբ ու ունենք միմյանց կարիքը, եւ ամենևին նշանակություն չունի փոքր կամ մեծ պետություն լինելը։ Էական այս տարածաշրջանի բոլոր երկրների ընկալումն է, որ մենք պիտի աշխատենք միասին։ The security of a country is the security of a neighboring country. Էական այս տարածաշրջանի բոլոր երկրների ընկալումն է, որ մենք պիտի աշխատենք միասին։ Մեր երկրի անվտանգությունը հարևան երկրի անվտանգությունն է։ Ուստի մենք կարծում ենք, որ թեև մենք որոշակի տարբերություններ ենք տեսնում որոշ հարևան երկրների միջև, մենք հավատացած ենք, որ կարևորն այն է, որ այս տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցեն հարաբերությունների զարգացման համար, ինչը ի վերջո օգուտ կբերի ողջ տարածաշրջանին։ Relations which will at the end of the day benefit the entire area. The people of this neighborhood. Հարևան ժողովուրդները կօգտվեն այս տարածաշրջանի տարբեր երկրների միջև ավելի լավ հարաբերություններից,
Եվ հավատում եմ, որ սա տարածաշրջանի բոլոր երկրների ընկալումն է, որ այլ բաների վրա ուշադրություն դարձնելու փոխարեն ավելի լավ է կենտրոնանալ տարածաշրջանային տարբեր պետությունների հետ ավելի շատ համագործակցելու առումով ավելի մոտ լինելու վրա։ Focus on getting closer in terms of more cooperation between different countries in this region. Պարոն փոխնախարար, շնորհակալ եմ հարցերին տրված պատասխանների համար։ Thank you.